Բարև ձեզ։ Երբևէ մտածել եք, թե իրականում ինչն է ամեն մի վեբ էջի հիմքում, որ դուք այցելում եք։ Լինի դա նորությունների կայք, թե սոցիալական ցանց։ Դե այսօր մենք հենց այդ հիմնարար կառուցվածքն ենք բացահայտելու։ Ահա թե ինչ ենք մենք այսօր քննարկելու, կսկսենք ամենապարզից, թե ինչ է վեբ էջը, կհասկանանք դրա կառուցման բլոկները, կտեսնենք, թե ինչ տեսք ունի ցանկացած էջի նախագիծը, կսովորենք կառուցել բովանդակությունը և կավարտենք ամենակարևոր HTML-ի ոսկե կանոնով։ Գնացինք։ Լավ, եկեք սկսենք առաջին կետից։ Ժամանակն է նայել ցանկացած վեբ էջի գեղեցիկ դիզայնի տակ ու տեսնել, թե ինչ է այնտեղ իրականում թաքնված։ Այսպիսով, ահա հիմնական հարցը։ Երբ դուք բրաուզերում հավաքում եք կայքի հասցեն ու սեղմում Enter, ինչպես է ձեր համակարգիչը հասկանում, թե որտեղ պետք է լինի վերնագիրը, որտեղ տեքստը կամ նկարը, ով է նրան ասում այդ ամենը։ Պատասխանը HTML-ն է։ Ու գիտեք, կա մի շատ լավ համեմատություն։ Եթե վեբ էջը մարդ լիներ, ապա HTML-ը նրա կմախքն է։ Հենց այս կմախքի վրա է, որ հետո կառուցվում է մնացած ամեն ինչ՝ դիզայնը, գույները, անիմացիաները, այսինքն մկաններն ու մաշկը։ Բայց այստեղ մի շատ կարևոր նրբություն կա։ HTML-ը ծրագրավորման լեզու չէ։ Այն համակարգչին չի ասում հաշվիր սա կամ կատարիր այս գործողությունը։ Չէ, այն պարզապես նկարագրում է բովանդակությունը։ Այն բրաուզերին ասում է. «Հեյ, սա վերնագիր է» կամ «Սա պարբերություն է»։ Այսինքն ոչ թե հրամաններ է տալիս, այլ իմաստ։ Դե ինչ հիմա, երբ գիտենք, թե ինչ է HTML-ը, եկեք խորանանք ու տեսնենք, թե ինչ հիմնական բաղադրիչներից, ինչ աղյուսներից է այն կազմված, դրանք երեքն են՝ թեգ, տառ և ատրիբուտ։ Ամեն ինչ, բառացիորեն ամեն ինչ, սկսվում է թեգից։ Սա ուղղակի հրահանգ է, որը դրված է այս անկյունային փակագծերի մեջ։ Բրաուզերը տեսնում է օրինակ P և միանգամից հասկանում. ահա, այստեղ պարբերություն է սկսվում։ Բայց միայն թեգը բավարար չէ, չէ՞։ Երբ մենք վերցնում ենք բացվող թեգը, նրա մեջ դնում ենք մեր ուզած տեքստը կամ նկարը, և հետո ավելացնում ենք նույն թեգը, բայց այս անգամ թեգ գծով, մենք ստանում ենք մի ամբողջական կտոր։ Ահա սա կոչվում է տառ։ Լավ, իսկ ինչ անել, եթե մեզ պետք է ավելի շատ տեղեկություն տալ տառի մասին։ Օրինակ, եթե սա հղում է, ապա ուր պետք է այն տանի։ Այստեղ է, որ օգնության են գալիս ատրիբուտները։ Դրանք լրացուցիչ տվյալներ են, որոնք մենք գրում ենք հենց բացվող թեգի մեջ։ Այս օրինակում href-ը հենց այդ ատրիբուտն է, որը ցույց է տալիս ճանապարհը։ Հիմա, երբ արդեն ունենք մեր աղյուսները, եկեք տեսնենք, թե ինչպես են դրանք հավաքվում, կազմելով ցանկացած, բացարձակապես ցանկացած ժամանակակից վեբ էջի նախագիծը։ Ուրեմն, ցանկացած ժամանակակից էջ ունի 4 պարտադիր բաղադրիչ։ Առաջինը doctype-ն է, որն ասում է սա HTML5 փաստաթուղթ է։ Հետո գալիս է HTML տառը, որը փաթաթում է մնացած ամեն ինչ։ Դրա ներսում երկու հիմնական մաս կա. head-ը, էջի անտեսանելի ուղեղը և body-ն, այն, ինչ մենք իրականում տեսնում ենք էկրանին։ Սա է մեր կմախքի հիմքը։ Լավ, head բաժինը թեև անտեսանելի է, բայց անչափ կարևոր է։ Այն էջի ուղեղն է։ Հենց այստեղ ենք մենք նշում այնպիսի կարևոր բաներ, ինչպիսիք են տառատեսակի կոդավորումը, որպիսի հայերեն տառերը ճիշտ երևան, բջջային սարքերի համար կարգավորումները և իհարկե title-ը, էջի վերնագիրը։ Հենց այս վերնագիրն եք դուք տեսնում բրաուզերի ներդիրում։ Իսկ այս viewport tag-ը պարզապես փրկություն է։ Գիտեք այն տհաճ իրավիճակը, երբ բջջայինով կայք եք բացում ու տեքստն այնքան մանր է, որ անընդհատ պետք է մեծացնեք։ Դե այս մի տող կոդը լուծում է այդ խնդիրը։ Այն բրաուզերին ասում է. «Հեյ, հարմարեցրու էջի լայնությունը հենց այս սարքի էկրանի չափին»։ Վերջ, բավական է անտեսանելի բաների մասին։ Եկեք անցնենք body բաժնին, էջի այն մասին, որը մենք իրականում տեսնում ենք, ու տեսնենք, թե ինչպես կարելի է դրան իմաստալից բովանդակություն ավելացնել։ Վերնագրերը չափազանց կարևոր են, բայց ոչ թե տեքստը մեծացնելու համար։ Սա երևի սկսնակների ամենամեծ սխալն է։ Վերնագրերը ստեղծում են էջի տրամաբանական կառուցվածքը, նրա բովանդակությունը։ H1-ը միշտ մեկն է, էջի գլխավոր թեման։ H2-ները դրա հիմնական բաժիններն են, H3-ները ենթաբաժինները, և այդպես շարունակ։ Սա օգնում է և մարդկանց, և որոնողական համակարգերին հասկանալու ձեր էջի կառուցվածքը։ Սա էլ մի հաճախ հանդիպող շփոթություն է, որն է P և BR-ի տարբերությունը։ Շատ պարզ է։ P-ն օգտագործեք նոր միտք կամ պարբերություն սկսելու համար։
Այն տեքստի շուրջ նաև տարածություն է ավելացնում։ Իսկ BR-ը պարզապես տողադարձ է անում նույն մտքի մեջ, առանց նոր պարբերություն սկսելու, օրինակ բանաստեղծություն կամ հասցե գրելիս։ Ահա սա ժամանակակից HTML-ի փիլիսոփայությունն է։ Strong tag-ն օգտագործելով մենք ոչ միայն թավացնում ենք տեքստը, այլև բրաուզերին ու որոնողական համակարգերին ասում ենք. «Ուշադրություն, այս տեքստն իսկապես կարևոր իմաստ ունի»։ Իսկ հին B tag-ը պարզապես տեսողական հնարք է, այն իմաստ չի հաղորդում։ Միշտ նախընտրեք իմաստը պարզապես տեսքից։ Ցանկերի դեպքում էլ ամեն ինչ պարզ է։ Եթե ձեր ցանկի կետերի հերթականությունը կարևոր է, օրինակ բաղադրատոմսի խայլերեն, ապա օգտագործում եք կարգավորված ցանկ all-ը։ Այն կցուցադրվի թվերով։ Իսկ եթե հերթականությունը կարևոր չէ, օրինակ գնումների ցուցակ է, ապա օգտագործում եք չկարգավորված ցանկ UL-ը, որը կցուցադրվի կետիկներով։ Եվ այսպես մենք հասանք ամենակարևորին, մեր քննարկման գագաթնակետին, ժամանակակից վեբ մշակման ոսկե կանոնին։ Այս մեջբերումն ամեն ինչ ասում է։ HTML-ը բովանդակության բառարանն է, այն սահմանում է իմաստը։ Իսկ CSS-ը արտաքին տեսքի կանոններն են։ Այն պատասխանատու է գույների, չափերի, դիրքի համար։ Երբեք մի խառնեք դրանք։ Ահա թե ինչ տեսք ունի այս կանոնը գործնականում։ Ժամանակակից լավ HTML-ը սահմանում է իմաստը, իսկ հին հնացած մոտեցումները HTML-ի մեջ խառնում էին նաև տեսքը, օրինակ նշում էին տառի գույնը, ինչը ստեղծում էր խառնաշփոթ եւ դժվար կառավարվող կոդ։ Հիշեք, կառուցվածքը միշտ պետք է առանձին լինի տեսքից։ Սա է ոսկե կանոնը։ Դե ինչ, այժմ դուք հասկանում եք կմախքը, համացանցի հիմնարար կառուցվածքը։ Հարցը մեկն է, ինչ եք դուք կառուցելու այս գիտելիքով։